Վազգենի մասին իհարկե ես շատ հետաքրքիր եւ զանազան պատմություններ կարող եմ պատմել, որովհետեւ շատ կապված էինք իրար հետ, ինքը իմ փուչուր ախպերն էր, ես իր անունը դրել էի Արարատի փեշերից իջած գանգուր աչքերով, եթե հիշում եք, զարմանալի աչքեր ուներ, շատ խոցելի ու շատ գեղեցիկ, Հայաստանում դժվար է գեղեցիկ աչքերով մարդկանց զարմացնելը, բայց տենց հայեր էլ կան, որ զարմացնում են եւ ինքը դրանցից մեկն էր, ոսկի աչվի էր եւ շատ էր իսկում, ես իր մեծ քույրն էի հիմա մենք Վազգենի մասին որ խոսում ենք մի հատ sense մոնումենտի վրա է Վազգենը կանգնած գրեթե անհասանելի արդեն առասպել դարձած եւ ակամա դու պաթետիկ շեշտեր ես դնում բայց ինքը ինքան կենթանի ինքան հետաքրքիր արարած էր իր ծիծաղով, իր ֆուտբոլով, իր տարօրինակ երբեմն նաև իրարամերժ էմոցիաներով, որ ես այդ Վազգենին ավելի եմ սիրում, որտեղ մի քիչ շատ բստրելու, սեփական անձը այդ Վազգենի կերպարի մեջ խցկելու բան զգացվեց այս տարիներին, դա էլ է մարդկային, ես անչար եմ ասում այս բաները, բայց ինքը երևի թե ավելի ճշգրիտ գնահատանքի արժանի է։ Գոնե ամիսը, երկու ամիսը մի անգամ Վազգենը այցելում էր հայության գրասենյակ, դա իր առաքինության մասին է խոսում, գիտեք, այդքան երիտասարդ հսկայական պետության ուսումներից մեկն էր ինքը, եւ ես էլ մերժված, կասեցված կուսակցության անդամ, դա երբեք չազդեցին էր հարաբերությունների վրա, եւ ինքը էլի կրտսեր ընկերոջ բանով իրավունքով գալիս էր գրասենյակ, եւ մի անգամ այդ այցելության ժամանակ ասեցի, որ Վազգեն, ես իրեն անընդհատ էի ասում եմ, որ դու իրավունք չունես որևէ կուսակցության ամրակայվելու, դու ես ձեր սերնդի հեքիաթն ես, մի ամբողջ սփյուռք ընդունեց, որ դու սպարապետ ես, այդ Շուշիից հետո ընդհանրապես Ղարաբաղյան է, ասում եմ դու իրավունք չունես քեզ քաղաքականացնել, դու հեքիաթի պես եւ նամակ էլ գրեցի իրեն, ինքը ուզեց, որ ես իրեն գրեմ, ասեց կարոտել եմ քեզ, չեմ կարողանում սենց շատ հանդիպեմ, խնդրում եմ գրի, ես էլ գրեցի, հավանաբար իր արխիվում կա այդ նամակը, մի խոսքով, որտև ինքը ուղարկեց մի զինվորականի, որ տանեն այդ նամակը, ասեցի, որ գիտես ասի 97 թիվներ, ասեցի գիտես 650 երիտասարդ դաշնակցականներ են բանակումի եկել Հայաստան եւ իրենց համար ասեցի հեքիաթ կլիներ քեզ հանդիպելը դու հասկանայիր որ ինչ է նշանակում իրենց համար այդ հեքիաթը Նժդեհի, Անդրանիկի կընդունես 97 թվական հիշեք, լա հիշեք թե ինչ կալանքներ էր դրված դաշնակցության մասին, ինչ ախտեղություններ ասեք դուրս չէին տալիս, մեր բոլոր ընկերները լիդերները, այսպես ասած, Վահանը, Հրանտը, բոլորը բանտերում էին եւ ինքը ասաց ես քեզ համար տոն եմ սարքելու։ Ես ասի Վազգեն ասի հոմը ի վիճակի է ինչ որ բաներ անելու էլի ծախսեր բան շատ նեղացավ, շատ տղամարդկային որ դուք հոմը կանանց կազմակերպություն է։ Մենք շատ ենք օգնել բանակին իդեպ։ Ասեց թե ես այդ տոնը կսարքեմ եւ չեք կարող պատկերացնել Արայիկ թե դա ինչ տոն սարքեց ուրեմն ռազմական ոստիկանությունը բաներով այդ մոտոցիկլետներով հա ավտոբուսները 650 սփյուռքահայ տղաների պատանիների բերեցին այդ բազան Սևանի մոտ ես գիտեմ անունը չեմ ուզում տալ հա Բերեցին պատմամշակութային ինչ շատ հետաքրքիր տեղ է։ Բերեցին այդ բազա, այդ ամբողջ ճանապարհը ահագին ճանապարհ էր մոտ 100 կիլոմետր։ Անհավատալի բան էր կատարվում։ Ես սրտաճաք էի ուղղակի ճիշտն ասած։ Մեզ հետ էին նաև իհարկե դաշնակցության այդ ժամանակվա
բյուրոյի ներկայացուցիչները Ափո Պողիկյանը, Մարտուն Մաթևոսյանը եկանք այդ որտեղ որ զինվորական այդ կենտրոնն է, եկանք հենց Սևանի ափներ։ Ապշեցուցիչ տեսարաններ, շատ սիրուն օրեր։ Ապշեցուցիչ տեսարաններ, ուրեմն այդ հենց Սևանի ափին մոտ անհավատալի բանով երկարությամբ սեղաններ էին, սպիտակ սփռոցներով։ Իսկականից, ասում եմ, ոնց որ սյուրռեալիստական պատկեր լիներ։ Ուրացուցիչ արևը, Սևանի այդ կապույտը եւ այդ սպիտակ ու ամբողջ հյուրասիրություն։ Նաեւ կարծեմ ինչ խումբ էր, Արագաստ, այդպիսի խումբ կա, առաջի կարծեմ խմբերից է։ Դրանք էին երգում, նվագում եւ զինվորներ լիքը, այսինքն մոտ 2000 մարդ էր մեր գնալուց հետո։ Հենց մտանք, անմիջապես Վազգենը վազեց այնտեղ աշտարակ կար, բարձրացավ, բարձրակոսից սկսեց գոռալ, մեզ դիմավորից վազեց, սկսեց գոռալ, Ալվարդ, Դաշնակի Վզյալի Զանգեզուր, այդ ֆիլմից, ինքն էլ էր խենթացել, ինքը ազարտ կար մեջը, վերջը, չեմ կարող նկարագրել, թե ինչ էր կատարվում այդ սփյուռքահայ տղաների հետ, իրանք իրանց հեքիաթի մեջ էին, իրենց աչքի առաջ էր սպարապետ Վազգեն Սարգսյանը եւ այդ Վազգեն Սարգսյանը մոնումենտ չէր քայլող, այսպես հանդիսավոր, իրանցից մեկն էր խենթուկ, աշխուժ, իր բաներով վերջը Վազգեն Սարգսյանը հասցրեց նրան, որ Ափո Պողիկյանը հրաշալի մտավորական, Մարտուն Մաթևոսյանը հրաշալի մտավորական, սկսեցին լալ, ասեցին մենք ես ինչով ենք զբաղվում, կանք բանակ, այդ հրայրքը, որ կար Վազգենի մեջ վարակիչ, անհավատալի, ոչ մեկին անտարբեր չէր թողնում, դա բանա, բնածին, այսպես ասած, առաջնորդի ռազմիկի հրայրք է, և խնջույք քեֆ արեցին, պատկերացնում եք 2000 ջահել, Էլ գնդապետ Մազմանովին նվիրված էր գեներալ, այսօրվա գեներալներից մեկն էր երգում, էլ ինչ խենթություն ասեք, հետո ես Վազգենին ասել էի, որ ես քեզ պատժելու եմ Վազգեն, ես քեզ Հրանտ Մարգարյանի կնոջն եմ ծանոթացնելու, որը բանտում էր։ Եվ Վազգենը թույլ չտվեց, որ նրանց վտարեն երկու տղաների հետ Վեհանուշ Մարգարյանին ու իր երկու մուշեղ եւ մխիթար որդիներին։ Ես գրեցի, կասեցրեց, բոլորին վտարում էին, չէ, ովքեր սփյուռքից էին։ Իսկ Հրանտիկինը շատ նրբագեղ, պուճուրիկ, նրբիկ արարած է, որ տեսավ Վազգենը խենթացավ։ Ասի իրա, ինքը եկիլա ասեցի, ասում էր, իսկապես ասում էր Վեհանուշ, ասում էր, ես Մասիսային կողմից շատ եմ տեսել, պարսկահայ էին, չէ, էլ չեմ ուզում են կողմից տեսնել։ Ինձ թող զորով իմ մխոյի ու մուշոյի հետ տանեն գցեն սահմանից, ես չեմ գնալու։ Վազգենը շատ սենց հախուռն գրկեց Վեհանին 97 թիվներ, ասեց 1000 տարի էլ անցնի, ասեց ես պիտի ասեմ քեզ, որ Հրանտը իմ ընկերն է, առաջի ատրճանակը Հրանտն է ինձ նվիրել, Մարգարյան։ Այսինքն ջնջվում է այդ ինքը այնտեղ ՀՀՇ, ՊՊՇ դաշնակցություն կար, հայ մարդիկ, որոնք ունեին նույն ծրագիրը, եւ այնտեղ կենացի ժամանակ ասեց, ես ուզում եմ խմել ազատ, անկախ եւ միասնական Հայաստանի կենացի, ես կամաց ասեցի միասնական, ասեց, նույն արմատից են ասեց, ջղային, ընդամենը այդ մի վան կա ավելանում։ Հետո գնացինք, այնտեղ քեֆ էին անում, մի հատ փայտե տնակ կար, ստվեր կար մի քիչ, նստեցինք, այդ գրականություն է, բայց իսկապես այնպես ինչպես եղել է, ես պատմում եմ։ Գետին ես ինքը եւ Հայօգնության միության ատենապետուհի Վանոհի Իսաջանյանը գետնին նստեցինք, նայում էինք իրենց։ Սերկը գադու միլա ընձի հավատա Ես ծխում էի և ծխում էի ինչ-որ խոստովանեմ, բայց սիրուն արծաթե բանում էի, ծխամորճ ունեի, Լորենցին կերներ սարկել իմ ինիցիալներով, ասեց դուր ծխեմ, ծխեց, հետո ասեց, քեզնից ոչ մի իր, ես չունեմ ալ,
դուր ինձ ասի, տվեցի, սիրով բնականաբար շատ հույզված էի, մեկ էլ հենց այդ պահին աչքս ընկավ երկնքին, եկել տեսնում եմ հրեշտակները, երկնքից իջնում են գունավոր հրեշտակները, 18 օդապարիկներ, դեսանտայինները կախված Սևանի վրա, ես գիտեք, ինչքան էլ ուզենամ զուսպ և վավերական պատմել չեմ կարող, այնուամենայնիվ իմ հայացքը գեղարվեստական հայացք է, բայց հավատացեք, որ ես ոչ մի դետալ չեմ ավելացնում, կապույտ կուրացուցիչ երկինք, կուրացուցիչ Սևան, այսինքն մշուշի մեջ սահմանները հորիզոնում ջնջված, մենք նստած ենք սենց, հայոց սպարապետը, երկու հատ թմբլիկ կին իրա կողքը գետնին նստած, մեկ էլ հանկարծ երկնքից իջնում են գունավոր, շատ սիրուն էին, տարբեր գույների։ Այդ դեսանտայինները ու ես չդիմացա, ես շատ լացկան մեկը չեմ, սկսեցի լալ, շրջվեցի ասի, ես քեզ մնացած բոլոր սխալներդ ներում եմ, որտեվ ես որպես դաշնակցական իհարկե վիրավորվածություններ ունեի։ Ինձ համար իմ Վազգենը պետք է իմ կողքին լիներ, ոչ թե ասենք թե Լևոն Տեր-Պետրոսյանի, եւ ամեն ինչ անցավ, ինքը էլ իմ փուճուր եղբայրն էր, որին անսահման սիրում էի եւ էլի անսահման սիրում եմ։ Ես իրեն նամակի մեջ գրել էի, որ շատ եմ ուզում, որ դու շատ ես երիտասարդ, սերն ու քծնանքը կարողանաս տարբերակել, որովհետեւ քեզ հիմա պատկերացնում եմ, թե այդ նամակը որ կարդացել էր գիշերվա 2-ին ինձ զանգեց, ասեց վաղուց մենք սենց թեթաթեթ չենք խոսում, իսկ առաջ շատ հաճախ էր կամ մեր տանը կամ խմբագրությունում ես գիտեմ որ դու ինձ ճանաչում ես, բայց ես չգիտեի որ դու գիտես ես ինչպես եմ ապրում։ Վերջը ես կարծում եմ որ ինչ որ բան բեկվեց այդ օրը, այդ շլացուցիչ այդ օրը, այդ 650 երիտասարդներ հիացած աշխարհի տարբեր ծայրերից, Ավստրալիայից, Արգենտինայից, Մերձավոր Արևելքից, Ամերիկայից, Եվրոպայից բոլորը խելակորի սիրահարված իր հետևից գնում էին, ինքը հասկացավ որ ամեն ինչ երկրորդական է եւ բոլոր գաղափարները, կուսակցությունները այդ ամենը երկրորդական են, ամենակարևորը ժողովուրդն է, դրանք ստեղծված են ժողովրդի համար, ոչ թե ժողովուրդն է ստեղծված դրանց համար։ Եվ հետո մեզ հրավիրեցին, 9 հոգի էինք, հրավիրեցին այդ ներսում ընտրելու այս կանայք էլ հոմի, այսպես ատենապետը, կենտրոնական վարչությունից դրսից կային, դրանք բոլորը ահավոր հուզված էին, տարեց կանայք էին և շատ ցնցված բանակի համար ամեն ինչ փորձել էին անել, ես Հայաստանի ատենապետն էի այդ ժամանակ։ Եվ ինքը հասկացավ, որ այդ բոլորից վեր կա համազգային մի բան, որ կապում է բոլորիս եւ սեր, իրա մեջ անհավատալի սեր կար։ Շատերը չէին ըմբռնում։ Սեր կգա դու միլա ընձի հավատա։ Ես ուզում եմ իր մասին խոսքս ավարտել իմ կյանքում, ես շատ գրքեր եմ կարդացել, նույնիսկ գրքեր եմ գրել։ Ես բավականին ծանր և հետաքրքիր ընտանիքի ներկայացուցիչ եմ և փորձառու։ Մի քիչ ավելի քան իմ տարիքներ նույնիսկ բանանում, բայց ես կարող եմ ասել, որ հրաշալի մայստրո Կոստան Սարյան, իմ սքանչելի բարեկամներ Վահագն Դավթյան, Հրաչյա Հովհաննիսյան, Լևոն Ներսիսյան և այլն շատ խելացի բաներ եմ իրենցից լսել։ Այդ բոլորի մեջ ամենաթանկագին դրսև նախադասություններից մեկը, որ ես լսել եմ, որ չի ջնջվում, ես տվեցի ամեն ինչ գտա հպարտությունից։ Այդ ֆանտաստիկ նախադասությունը, այդ ասելու համար քարի պես բան է, հենց նույն չես կարող էլի ջրի բաժակաճառով բանով ասել։ Ես իր մասին մտածում եմ, իսկ շատ հաճախ եմ մտածում, հիմա մտածում եմ, որ տղայիս հետ վերևում են, շատ կապված էր որդուս հետ, շատ տարիքային մեծ տարբերություն կար, բայց իրար շատ էին սիրում և այդ կապը պահում էր ինքը։ Ընկնում էր ակադեմիան Նարեկին տեսնելու որդուս նկարիչ։ Եվ որդուս էլ էր կամում, որ Ղարաբաղի 19 տարեկան էր, որ գնաց։ Եվ այդ
ամեն ինչի մեջ, այդ ամեն ինչից վեր այդ հպարտությունը, ինքը իր հպարտության մասին մենակ չէր խոսում, ինքը մեր ազգային հպարտության մասին էր խոսում եւ ինքը իրավունք էր ձեռք բերել ամբողջ ազգի հպարտության մասին խոսելու։ Ես ուզում եմ սրանով ամփոփել։ Երբ որ մենք սկսում էինք պիտի խոսեի, ինքան նշանակալից էին թվում իմ պատմելիքները։ Պատմելուց հասկացա, որ այդքան էլ նշանակալ, դրանք դեպքեր են։ Ամենանշանակալի բանը իր ներկայությունն էր մեր կյանքում եւ ամենանշանակալին այսօր մեր հիշողությունն է այդ հեքիաթի, որովհետեւ ամենակարճ 10-15 տարվա մեջ մարդկային որակների շատ տարբերություններ են հայտնվել մեր կյանքում, մեր շուրջը ու իր սխալներով, ճշմարտություններով այնուամենայնիվ շատ թանկարժեք տեսակ էր Վազգենի տեսակը, որը կարող էր երեխայի պես հրաշքների հավատալ, որը կարող էր սարսափելի նվիրված սիրել, բայց որի համար ամենաբարձրը իր հայրենիքն էր։ Այդ տեսակը գնալով պիտի ասեմ, իմ գոնե սերնդի կամ Վազգենի սերնդի մեջ հիմա շատ չեն։ Եղածները խեղճացել են, ռուսի ասած նիուդել գործի մեջ չեն, ընթացքի մեջ չեն։ Խոսքով շատ գործունյա ժամանակ է եկել, բայց ես վստահ եմ, որ այդ Արարատի փիշերից էլի իջնելու։